Բարի երեկո, դուք դիտում եք Բաց հարթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Տաթևիկ Գասպարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, Կիրակի Գյումրիում տեղի ունեցան ավագան ու արտահերթ ընտրություններ, Տիկին Գասպարյան, արդյունքը սպասելի էր, թե անակնկալ էր։ Իրականում անկեղծ կլինեմ եւ կասեմ, որ մեր սպասելիքները մի փոքր այլ էին իհարկե, բայց Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ժողովրդավարությունը ամրապնդվում է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնը քաղաքացին կարողանում է իրացնել իր ազատ կամ արտահայտման հնարավորությունը, իրավունքը։ Տեսեք, ուղղակի այստեղ հետաքրքիրը որն է, որ համացանցում շատ կան այսպիսի գրառումներ, որ ողբերգություն է, որ կրիմինալը կրկին քաղաքական որոշիչ գործոն է դառնում։ Իհարկե չեն կարող, ակնհայտ է եւ չեն կարող չնկատել, որ նախկինում արկա որոշակի մեխանիզմներ դեռևս շարունակում են ազդեցություն ունենալ ընտրողների որոշակի հատվածի վրա, սակայն կարծում եմ, որ մեր պարտականությունն է, մեր կառավարության պարտականությունն է այնպես աշխատել, որպեսզի հետագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր ընտրությունը կատարի միմիայն հիմնվելով զարգացման ծրագրերի, տեսլականի եւ նաեւ էական փոփոխությունների վրա եւ ես կարծում որ սա շատ նորմալ գործընթաց է ժողովրդավարական եւ ես հույս ունեմ, որ հետագայում հենց ընտրությունները այդպես էլ պետք է անեն, որովհետեւ մենք կարծում որ պետք է անենք հետեւություններ եւ տանենք աշխատանքներ այդ ուղղությամբ։ Քանի որ արժևում 2026-ի ազգային ժողովի ընտրություններն են, այսինքն հետեւություններ անել նաեւ այդ նկատի ունեք։ Այո, աշխատել այնպես, որ հետագայում նման մեխանիզմներ այլևս դերակատարում չունենան ընտրություններում։ Իհարկե համապետական եւ թիմ ընտրությունները բավականին տարբերվում են միմյանցից այնուամենայնիվ։ Անցնենք այլ թեմաների։ Ազգային ժողովն ընդունեց այսպես կոչված Եվրաքվեի մասին օրենքը։ Հայաստան արևմուտք հարաբերությունները թե Հայաստանից եւ թե արևմուտքից բարբերաբար ասում են, որ երբևէ այս մակարդակի վրա չեն եղել։ Ձեր գնահատականը։ Միանշանակ կիսում եմ այդ գնահատականը եւ կարծում եմ, որ մեր հարաբերությունները վերջին տարիներին բավականին սերտացել են եւ այս օրենքի ընդունմամբ նաեւ վերահաստատում ենք մեր հանձնառությունը սերտացնել մեր հարաբերությունները եւ ԵՄ-ի անդամ պետությունների եւ ԵՄ-ի հետ ընդհանուր առմամբ եւ նաեւ առանցին անդամ պետությունների հետ։ Իհարկե այս նախաձեռնությունը ինքնին դեռևս գործընթացի դեռևս ԵՄ անդամակցության հայտի մեկնարկ չէ, այլ դրանով մենք պետք է տանենք բավականին մեծ աշխատանքների սկիզբն է։ Բայց տեսեք, մեր հասարակությունը շատ ակնկալիքներ ունի, մանավանդ վիզաների ազատականացման հետ կապված, քանի որ առաջիկա օրերին մեկնարկելու է Եվրամիության վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը։ Հիշում ենք, որ օրեր առաջ ազգային ժողովում, եթե չեմ սխալվում, արտաքին գործերի փոխնախարարը հայտարարեց, որ վիզաների ազատականացման հարցն ամենացավոտ հարցն է, քանի որ այդ ոլորտը միակ ոլորտն է, որտեղ չեն կարող ասել, որ բավարարված ենք համագործակցությամբ, բողոքները բազմաթիվ են եւ չեն նվազում։ Վստահ եմ դուք էլ գիտեք, որ ինչ խնդիր է դարձել Հայաստանում այդ Շենգեն վիզայի ստացման կարգը, մարդիկ 10 ամիս սպասում են, որ օրինակ կարողանան հարցազրույցի հրավիրվել Գերմանիայի դեսպանություն։ Այո, միանշանակ վիզաների հետ կապված այդ խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եւ տարբեր հարթակներում եւ խորհրդարանական դիվանագիտության եւ ԱԳ-ը մեր գործընկերները տարբեր հարթակներում բարձրացնում են այդ խնդիրը եւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նաեւ տրվել է հենց այս խնդիրները լուծելու համատեքստում։ Ասեմ, որ իհարկե արդյունքները գոհացուցիչ չեն, բայց քայլեր արվում են։ Նշեմ դրանցից մեկ կամ մի քանիսը, օրինակ Ֆրանսիան բացել է վիզաների լրացուցիչ կենտրոն, կարծեմ մարտից է արդեն գործում, որը բավականին թեթևացնելու է այդ գործընթացը, եւ եթե չեմ սխալվում, մի քանի այլ երկրներ նույնպես անցնելու են այս համակարգին։ Բացի դրանից բացվում են նաև դեսպանություններ, Կիպրոսի դեսպանությունը բացվեց, որտեղ գործելու է նաև վիզա կենտրոն եւ այս տարվա, եթե չեմ սխալվում, երկրորդ կեսին բացվելու է նաև Հունգարիայի դեսպանությունը, որտեղ նորից լինելու է հյուպատոսական ծառայություններ եւ հույս ունենք նաև ակնկալում ենք, որպեսզի այն դեսպանությունները, որոնք կան Հայաստանում, սակայն չունեն հյուպատոսական ծառայությունները առաջիկայում նույնպես կմատուցեն այս ծառայությունները, այսինքն մենք իհարկե
արդյունքները բավարար չեն, այնուամենայնիվ աշխատանքներ տարվում են այդ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Տեսեք, որովհետև կան խնդիրներ, երբ մենք համեմատում ենք օրինակ Ռուսաստանի հետ, նշելով, որ արևմուտք Ռուսաստան հարաբերությունները բավական լարված են, բայց այնտեղ վիզաների ստացման գործընթացը շատ ավելի դյուրին է, քան մեր երկրում։ 2 շաբաթ, 1 ամիս, 2 ամիս, այստեղ մարտը օգոստոս ամսին հերթագրվում է 2024 թվականի օգոստոսին, որ 2025-ի հունիսին կարողանա մտնել Գերմանիայի դեսպանատուն, որը աբսուրդ է։ Բայց նաև մեկ այլ խնդիր էլ կա, որ Լեռնային Ղարաբաղի անձնագիր ունեցող քաղաքացիներին 070 կոդով այսպիսի մի բան կա, որ մարդիկ նրանք ովքեր ունեն այդպիսի անձնագիր, Լեռնային Ղարաբաղի անձնագիր, չեն կարող մուտք գործել Չեխիա։ Այո, տեղյակ եմ այդ խնդրից, բայց ես կարծում եմ, որ դրանք տեսեք, ԵՄ անդամ պետությունների գերակշռ մեծամասնությունը որևէ խոչընդոտ չի ստեղծում Լեռնային Ղարաբաղի անձնագիր ունեցող մեր քաղաքացիների համար։ Դրանք ընդամենը 1 կամ 2 երկիր են, որոնք նման խոչընդոտ են ստեղծում, բայց դա էլ պայմանավորված է ընդամենը իրենց ներքին միգրացիոն խիստ քաղաքականությամբ ընդամենը։ Բազմաթիվ երկրներ ողջունեցին խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ֆրանսիայի նախագահն անգամ հայտարարեց, որ հիմա արդեն որևէ խոչընդոտ չկա համաձայնագրի ստորագրման առնչությամբ։ Դուք կարծում եք, որ առհասարակ խոչընդոտներ չկան եւ տարածաշրջանի բոլոր երկրներին ձեռնտու է այդ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այո, 3 տարի տևած բավականին ինտենսիվ բանակցություններից հետո վերջապես մենք ունենք վերջնականացված փաստաթուղթ, համաձայնագրի նախագիծ եւ սպասում ենք Ադրբեջանի կողմից մենք առաջարկել ենք, որպեսզի սկսենք արդեն այսպես ուղիղ բանակցություններ տեղը եւ վայրը եւ օրը որոշելու հետ կապված այն ստորագրելու, սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից այնուամենայնիվ չկա ցանկություն կնքելու այդ համաձայնագիրը։ Ինչու չկա այդ ցանկությունը, Տիկին Գասպարյան։ Ձեռնտու չէ համաձայնագրի ստորագրումը խաղաղության, որովհետև շատ հաճախ մեր ընդդիմությունն ասում է, որ ամեն ինչ արված է այնպես, ինչպես ուզել է Ադրբեջանը։ Դե եթե մենք ընդունենք, որ այնինչ ասում է ընդդիմությունը դա բացարձակ ճշմարտություն է, ապա Ադրբեջանը օր առաջ պետք է համաձայներ սկսել աշխատանքները համաձայնեցված արդեն տեքստի շուրջ, բայց մենք տեսնում ենք, որ բարբերաբար նոր նախապայմաններ են առաջ քաշվում Ադրբեջանի կողմից, այսինքն դա այնքան էլ այս համաձայնեցված արդեն փաստաթուղթը այնքան էլ ձեռնտու չէ Ադրբեջանի համար։ Ինչն է պատճառը, որ Ադրբեջանը չի ուզում գնալ խաղաղության, որովհետև ես հիշում եմ, որ Արարատ Միրզոյանն ասաց, որ խաղաղությունը Հայաստանի գոյության միակ ձևն է, Ադրբեջանի հետ խաղաղությունը բխում է Հայաստանի Հանրապետության։ Այո, միանշանակ, գիտեք, ես կարծում եմ, որ մենք չպետք է կենտրոնանանք, թե ինչու Ադրբեջանը չի ցանկանում կամ ընդհանրապես ցանկություն չունի կնքելու մեր հետ պայմանագիր, մենք հավատարիմ ենք խաղաղության մեր օրակարգին եւ նաեւ մեր հանձնառությանը մեր տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելուն։ Մեր հիմնական օրակարգը պետք է լինի այս կարևոր դրույթների շուրջ։ Անկամ եթե, այսպես ասած, խոչընդոտներ կան եւ տարածաշրջանի կարծես թե նույն հենց Ադրբեջանի կողմից եւ կան տեսակետներ, որ տարածաշրջանի այլ երկրներին եւս ձեռնտու չէ այդ խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ երկրներ կան, որ ուզում են այդ հակամարտությունը շարունակվի, որպիսի իրենք չհեռանան մեր տարածաշրջանից։ Միանշանակ կլինեն կան երկրներ ավելի շուտ, որոնց բացարձակ շահերից չի բխում, որպեսզի ավելի շուտ բխում է ինան շահից է բխում, որպեսզի մենք մեր տարածաշրջանում ունենանք ծխացող կոնֆլիկտ, սակայն դա մեր երկրի ընդհանրապես շահերից չի բխում, եւ եթե դուք ասում եք նույնիսկ անգամ, եթե նրանք չեն ցանկանում, Ադրբեջանը չի ցանկանում, այո, նույնիսկ անգամ այդ դեպքում եկեք ետ գնանք 3 տարի առաջ, ինչպիսի բանակցային ինչպիսի պայմաններում էինք մենք բանակցում եւ մենք երևի թե չէինք կարող պատկերացնել, որ 3 տարի հետո մենք կարող ենք ունենալ այնպիսի մի փաստաթուղթ, որը բխելու է մեր երկու երկրների փոխադարձ շահերից։ Այնպես որ մենք պետք է շարունակենք հավատարիմ մնալ խաղաղության մեր օրակարգին եւ նույն ջանքերով, նույն ներդրված ջանքերով գնալ առաջ։ Հայաստանն առաջարկում էր եւ առաջարկում է համաձայնեցնել տեղն ու վայրը եւ ստորագրել խաղաղության համաձայնագիրը, լուսավոր Հայաստանն ասաց, որ սա Հայաստանի ինքնիշխանության զիջում է, ՀՀԿ-ն էլ հայտարարեց, որ իշխանությունը ունի մանդատ եւ լեգիտիմություն հայ ժողովրդի անունից այդպիսի պայմանագիր ստորագրելու։
Գիտեք, ես երևի թե կասեմ, որ եւ մեր խորհրդարանական ընդդիմությունը եւ նաեւ արտախորհրդարանական մի քանի ուժեր Հայաստանի համար ցանկացած կարևոր շրջադարձային պահերին անում են այսպիսի ապապետական հայտարարություններ եւ ես չեմ կարող չեզրակացնել, որ նրանց հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության որպես պետության շարունակականության կասեցումն է։ Այդքանը ընդհանրեն։ Իսկ որպես պետության կասեցում է։ Շարունակականության, այո, մեր խորհրդարանական ընդդիմության հիմնական նպատակը հավանաբար դա է։ Բա այդպիսի ապապետական հայտարարությունները ինչին կարող են հանգեցնել, ինչ եզրակացության կարող են հանգեցնել։ Որ Հայաստանը որպես պետություն գոյություն չունենա, այսինքն զրկվի ինքնիշխանությունից, անկախությունից։ Այո։ Որովհետև այն ուղղությամբ, որոնք նրանք են ասում, որ պետք է շարժվի Հայաստանի իշխանությունը, բերում է միայն դրան, այդ հանգրվանին։ Մեքսիկայում մասնակցել է կին խորհրդարանականների միջխորհրդարանական միության գլոբալ համաժողովին։ Նախ խնդրեմ մանրամասն ներկայացնել, ինչ համաժողով է, որովհետև շատերը տեղեկացված չեն վստահ եմ։ Նախ ասեմ, որ միջխորհրդարանական միությունը դա ամենահին միջխորհրդարանական կառույցներային հիմնադրվել է 1889 թվականին եւ սկզբում միավորել ընդամենը մի քանի պետությունների խորհրդարաններ, այնուհետև այս պահին արդեն միավորում է 170 երկրների խորհրդարաններ եւ այն շատ կարեւոր ու հետաքրքիր հարթակ է, որտեղ բարձրաձայնվում են մի շարք օրակարգային հարցեր, սկսած ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված, այն նաեւ կարեւոր հարթակ է առանցին երկրների համար իրենց օրակարգերը առաջ տանելու, նաեւ տարբեր երկրների հետ քաղաքական համագործակցությունը ավելի խորացնելու եւ երկխոսությունը ծավալելու համար։ Առաջին անգամ էր կին խորհրդարանականների միջխորհրդարանական համաժողովը միջխորհրդարանական միության շրջանակում եւ պատահական չէր ընտրված Մեքսիկան, որովհետեւ Մեքսիկան իր պատմության մեջ առաջին անգամ ունի առաջին կին նախագահը, այնտեղ Մեխիկոյի հենց քաղաքապետը կին էր եւ այնտեղ սահմանադրությամբ է ընդունված որպես քվոտան 50%, 50 տղամարդիկ եւ 50 կանայք, այսինքն կանանց մասնակցությանը եւ դերակատարությանը բավականին մեծ տեղ է տրվում Մեքսիկայում։ Եթե չեմ սխալվում, համաժողովի շրջանակում դուք հանդիպել եք Թուրքիայի խորհրդարանի падգամավորներ, պատվիրակության ղեկավար Ասուման Էրդողանի եւ պատվիրակության անդամ Մևլութ Կարակայայի հետ։ Այ հանդիպման նպատակը ո՞րն էր։ Հաշվի առնելով, որ այսօր ճիշտ է ընթանում են որոշակի քննարկումներ, հարաբերությունների կարգավորման փուլում են գտնվում, բայց նպատակը ո՞րն էր եւ ինչ հարցեր քննարկվեցին։ Նախ ասեմ, որ մենք Թուրքիայի հետ ունենք շատ կառուցողական երկխոսություն եւ տարբեր մակարդակներում են այդ երկխոսությունները տեղի ունենում եւ երկրի ղեկավարների եւ տարբեր նախարարների, սակայն խորհրդարանական մակարդակում դեռևս պաշտոնապես այդ որպես այդպեսին մենք երկխոսություն չունենք եւ այդ հանդիպման ընթացքում մեր հիմնական շեշտը դրվել էր հենց երկու երկրների միջև խորհրդարանների երկխոսության մեկնարկի տարբեր ձևաչափերի վրա, որովհետև երկուստեք կարևորում ենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մեջ խորհրդարանների դերակատարության կարևորությունը եւ ասեմ, որ բավականին առարկայական քննարկում ենք ունեցել եւ հետագայում նաեւ կապի մեջ ենք լինելու այդ ծրագրերը կյանքի կոչելու համար։ Պատրաստակամություն նկատեցիք թուրքական կողմից։ Այո, շատ մեծ պատրաստակամություն։ Դոմինիկայի Հանրապետության падգամավորների պալատի փոխնախագահի հետ եք հանդիպում ունեցել, այստեղ եթե չեմ սխալվում, նաև երկու երկրների միջև ավիաչվերթեր իրականացնելու հարցն է քննարկվել։ Այո, մինչև ձեր հարցին անցնելը, ասեմ, որ ԲՀ-ժողովի շրջանակներում բացի ձեր նշած հանդիպումներից մի շարք այլ հանդիպումներ եմ ունեցել եւ ուզում եմ նշել հատկապես այդ շրջանակում Լատինական Ամերիկայի հետ, Հայաստանի երկրների հետ, Հայաստանի Հանրապետության բավականին ակտիվացող հարաբերությունները, որովհետև վերջին շրջանում բավականին ակտիվ են մեր եւ երկկողմ այցերի համատեքստում եւ ընդհանրապես տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում եւ այդ շրջանակում բավականին մեծ է երկուստեք հետաքրքրությունը բավականին մեծ է։ Ես հանդիպել եմ նաեւ Պերուի խորհրդարանի падգամավորների հետ եւ իդեպ երբ հանդիպում էի դեռևս չունենք բարեկամական խումբ ստեղծված, բայց այժմ արդեն ունենք եւ այդ խումբը բարեկամական խումբը ես եմ ղեկավարում
Նաև Մեքսիկայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ եմ հանդիպել, սենատոր Սինթիա Լոպեսի, որի հրավերով էի հենց անձամբ այնտեղ գտնվում, եւ այդ հանդիպումների ընթացքում բացի մեր երկու խորհրդարանների միջև երկկողմ խորհրդարանների միջև հարաբերությունների ավելի խորացման ուղղությամբ աշխատանքներն էինք քննարկում, այլ նաև մեր երկու երկրների միջև եւ բոլոր հանդիպումներում ես տեսա բավականին մեծ հետաքրքրվածություն եւ պատրաստակամություն այն խորացնելու եւ ասեմ, որ միայն Դոմինիկայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ դա չենք քննարկել, դա քննարկել ենք բոլոր երկկողմ հանդիպումների, ավիաչվերթների հարցը քննարկել ենք բոլոր երկկողմ հանդիպումների ընթացքում, որովհետեւ երկուստեք կարևորել ենք դա լոգիստիկ խնդիրները մի փոքր ավելի հեշտացնելու նպատակով։ Որովհետև մենք չունենք այդ կապը Լատինական Ամերիկայի հետ եւ եթե քննարկվում է դա շատ կարեւոր է որ հետագայում նաեւ գործ իրականություն դառնա այդ քննարկումը։ Այո, հույս ունենք, շատ առարկայական են, գիտեք, քննարկումները եւ այսպես անգամ Մեքսիկայի ներկայացուցիչների հետ այսպես մի փոքր հասցրեցինք աշխատանքային պլան մշակել հետագա մեր աշխատանքները ավելի առարկայական դարձնելու համար։ Տեսնենք, հույս ունեմ, որ հետեւողական ենք լինելու դրանք իրականացնելու գործընթացում։ Այսինքն կապերի ամրապնդման միտում ամեն դեպքում նկատվում։ Միանշանակ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։